Առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնելով 10,000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Այս մասին որոշման նախագիծը կառավարության նոյեմբերի 27-ի նիստին ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Այս նպատակով առաջարկում է հետվճարի հաշվարկման համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո կատարված անկանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող 12%-ը ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10,000 դրամ։ Ուզում եմ որոշակի վերջի վիճակագրություն ներկայացնել, պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, ուրեմն միայն 2025 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով հետևյալ պատկերն ունենք։ Ծրագրի շահառուների թիվը 366432 է և աճը նախորդ ամսը համեմատ 3,6%, այսինքն մենք տեսնում ենք տենդենց աճի։ Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 միլիարդ 768 միլիոն դրամ և աճը 6,9%, մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ, աճը 2,8% և ստացված հետվճարի ծավալը 1 միլիարդ 523 միլիոն դրամ, աճը 6,5%, նորից եմ կրկնում, խոսքը հոկտեմբեր ամսվա մասին է։ Ուզում եմ նշել նաև, որ նոյեմբեր ամսվա ցուցակներով կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661811, որից 600126-ը իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով և հետևաբար այս 366000 այս ծրագրի շահառուների թիվը կազմում է անկանխիկ ստացողների 61%-ը։ Եվ մենք մեր քաղաքականություններով ըստ էության խթանում ենք, որ այդ թիվը աճի և մի ամփոփ թիվ ուզում եմ ներկայացնել ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս իրականացվել է կենսաթոշակային քարտերով 314 միլիարդ 194 միլիոն դրամի անկանխիկ գործարք և հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել 30 միլիարդ դրամ։ Մինչ օրս ուրիշ թվեր էլ իհարկե կա ձեռքի տակ, օրինակ, որ միայն այս տարի մենք արդեն վերադարձել ենք 13,5 միլիարդ դրամ, չհաշված նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները, իսկ 2024 թվականին դա եղել է 16 միլիարդ դրամ, այսինքն աճը ակնհայտ է և մենք տեսնում ենք քաղաքացիների հետաքրքրվածությունը և նաև հաշվի առնելով մեր նախորդ նիստին ընդունած որոշումը, որով մենք ըստ էության ամեն ինչ դարձնում ենք անկանխիկ, նույնիսկ այս մեր 60,000 քաղաքացիներին կվճարենք կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով, ես կարծում եմ, որ կրկին կունենանք թվերի ավելացում, ինչը ըստ էության կենսաթոշակների կամ նպաստների ավելացում է նշանակում, միջին ավելացումը հաշվի առնելով այս մեր թվերը 3,5-4000 դրամի շրջանակներում կլինի, բայց ավելացող մասը, բայց յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի իրավունք օգտվելու այս ծրագրից, կարող է պոտենցիալ 10,000 դրամ ունենալ ավելացում գումարային։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, ըստ էության մենք խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին, բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մենք մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք մեր որոշումները պետք է կայացնենք այնպես, որ նրանք լրացուցիչ և հարակից էֆեկտներ ունենան։ Այս մտածումները մեր մոտ սկսվել են դեռևս այն ժամանակ, երբ որ մենք 2019 թվականին բարձրացրեցինք 10%-ով ուսուցիչների աշխատավարձ։ Եվ մենք, երբ որ հետագայում ուզում ենք հասկանալ մեր կայացրած որոշման էֆեկտը, մենք տեսնում ենք, որ այդ կայացրած որոշումը ոչ մի էֆեկտ չունի բացարձակապես։ Ընդ որում, այնպես չի, որ ուսուցիչները, որոնց աշխատավարձը բարձրացել են, առանձնապես գոհ են, եւ ընդհակառակը ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե մեկը պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնվում եւ այլն, դրա համար մենք ներդրեցինք կամավորատեստավորման ծրագիրը, որը այսօր կարող ենք ասել, որ հաջողված ծրագիր է միանշանակորեն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այն ճանապարհով, որ մենք գնայինք, մենք երբեք այս ցուցանիշի չենք հասնի, երբեք։ Այսինքն կհասնեինք մի անորոշ շրջանում, երբ որ 700,000 դրամը կլիներ այդ նույն 150 կամ 200,000 դրամի գնողունակության։ Սա իհարկե կենսաթոշակների հետ կապ չունի, բայց մյուս կողմից, երբ որ կենսաթոշակների բարձրացման մասին էինք մտածում, մենք
էլի հարակից էֆեկտների մասին մտածելու կարիք ունենք, որովհետև այդ թվում մենք պետք է մտածենք ոչ միայն թոշակների բարձրացման, այլև մեր տնտեսության աճի եւ ստվերի կրճատման մասին, որովհետեւ մեր թոշակառուների թիվը այս հələ նոր է աշխատողների եւ թոշակառուների տեսակարար քշրում որոշակի ծանրության կենտրոնը աշխատողներինն է եւ ոչ թե թոշակառուներինը, բայց մենք պետք է հասկանանք որտեղից է թոշակը գեներացվում մարդկանց աշխատանքից եւ մարդկանց աշխատանքը պետքա նաև տեսանելի եւ ոչ ստվերային լինի եւ մենք այս ճանապարհով նաև թոշակառուներին մեր հարգելի հնարավորություն ենք տալիս, որպեսզի սա նաև մասնակցության ձև է, գիտեք, հանրային կյանքի։ Երբ որ կենսաթոշակառուն գիտի, որ ինքը կոնկրետ պետության զարգացման, ստվերի կրճատման գործում ունի դեր։ Այս քաղաքացիական զգացողությունը շատ կարևոր է եւ մենք երբեք դա չենք գնանշում։ Եվ նույն թոշակառուների հոգեբանական եւ կենսամակարդակի ապահովման առումով սա շատ կարեւոր է։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումների լույսի ներքո քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, հայտնել է Թուրքիայի հաղորդակցության վարչությունը։ Վերահաստատվել է թուրքական կողմի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու եւ զարգացում ապահովելու հարցում։ Վրաստանը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, հայտարարել է երկրի արտգործնախարարը։ Մակա Բոճորիշվիլին ընդգծել է Երևանի եւ Բաքվի մերձեցումն առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ զարգացման համար։ Նրա խոսքով հարաբերությունների բարելավումը նպաստում է նաեւ միջին միջանցք նախագծի իրականացման գործում տարածաշրջանի դերի ամրապնդմանը։ Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին ուշադիր հետևում է տեղի ունեցող գործընթացներին եւ սերտ կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրադրությունը եւ ռազմական կարիքները։ Զելենսկու խոսքով հարկավոր է շարունակել հարվածները ռուսական ուժերին եւ կատարել մարտական առաջադրանքները, քանի որ դա Ուկրաինային հնարավորություն կտա բանակցել շահավետ դիրքերից։ Իսկ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով, որպեսզի Ուկրաինայում պատերազմն իսկապես ավարտվի, հարկավոր է, որ Ռուսաստանը կրճատի իր բանակի թվաքանակը եւ ռազմական բյուջեն։ ԵՄ երկրների արտգործնախարար հանդիպումից հետո Կայա Կալասը նաև հայտարարել է, որ խաղաղության շուրջ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի զիջումներ ռուսական կողմից։ Ըստ ամերիկյան սկզբնական ծրագրի Ուկրաինան պետք է տարածքներ զիջի, կրճատի իր զորքերի թվաքանակը եւ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ համաձայնելով դադարեցնել ռազմական գործողությունները Մոսկվան արդեն իսկ զիջման է գնում։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 140 անօդաչու թռչող սարք։ Թիրախավորվել են Օդեսան, Դնեպրոպետրովսկը, կան վիրավորներ եւ ավերածություններ։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 100-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Այս ամենի ֆոնին Մոլդովայի արտգործնախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին։ Նրան ներկայացվել է ռուսական անօդաչու թռչող սարքը, որը երկրի տարածք էր մուտք գործել նոյեմբերի 25-ին։ ԱԹՍ-ն ընկել էր մասնավոր տան վրա։ Անօդաչուները խախտել էին նաեւ Ռումինիայի օդային տարածքը։ Վաշինգտոնում Սպիտակ տնից 300 մետր հեռավորության վրա աֆղանստանցի ներգաղթյալը կրակոցներ է արձակել, ծանր վիրավորելով ազգային գվարդիայի 2 զինծառայողի։ Փոխհրաձգության ընթացքում կասկածյալը նույնպես վիրավորվել է։ ԱՄՆ նախագահը միջադեպը որակել է ահաբեկչություն։ Դոնալդ Թրամփը նշել է. իր վարչակազմը կստուգի բոլոր աֆղանստանցիներին, որոնք երկիր են ժամանել Ջո Բայդենի նախագահության ընթացքում։ ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը։ Միջադեպից հետո Սպիտակ տունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։ Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում արդեն երկրորդ օրը մոլեգնող հրդեհը 40-ից ավելի մարդու կյանք է խլել։ Մոտ 280 մարդ անհետ կորած է։ Կան նաև տասնյակ վիրավորներ։ Հարյուրավոր բնակիչներ տեղավորվել են ապաստարաններում։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։ Ըստ իշխանությունների հրդեհն աստիճանաբար վերահսկողության տակ է վերցվել։ Շենքերում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Հրդեհի պատճառը դեռ հետաքննվում է, սակայն ըստ ոստիկանության վերանորոգման ընթացքում օգտագործվող նյութերը հրակայուն չեն եղել, ինչը
նպաստել է հրդեհի արագ տարածմանը։ Բացի այդ, շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվել են բամբուկե փայտամածներ, որոնք նույնպես արագ են բռնկվում։ Շինարարական ընկերության տնօրեններից երկուսը եւ ինժեներ խորհրդատուն ձերբակալվել են։ Մեկնարկում է Հռոմի Լևոն 14-րդ պապի առաջին արտասահմանյան ուղևորությունը, որի ընթացքում նա կայցելի Թուրքիա եւ Լիբանան։ Ուղևորության գլխավոր իրադարձությունը տեղի կունենա թուրքական Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկեա քաղաքը։ Հռոմի պապը եւ այլ քրիստոնյա առաջնորդներ այնտեղ կնշեն 325 թվականին տեղի ունեցած Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակը։ Հռոմի պապը կայցելի նաեւ Թուրքիայի Կապույտ մզկիթ, հանդիպումներ կունենա կրոնական առաջնորդների հետ որպես միջկրոնական երկխոսության ժեստ։ Լիբանանում եւս Լևոն 14-րդ պապը կհանդիպի կրոնական առաջնորդների հետ, այնուհետև պատարագ կմատուցի Բեյրութի ափամերձ հատվածում 2020 թվականին տեղի ունեցած պայթյունի վայրում, աղոթելով ավելի քան 200 զոհերի համար։ Սյունիքի սահմանամերձ խոտ բնակավայրում ենք, որտեղ ամեն քայլափոխի քեզ ողջունող մարդիկ են։ Տաթև խոշորացված համայնքի բնակավայրերից խոտը երկրորդն է բնակչության թվով։ 175 տնտեսություն կա գյուղում, մի քանի փակ դուռ է, որոնք սակայն հաճախ են բացվում։ Մի խոսքով այստեղ ակտիվ շարժի պակաս չի զգացվում։ 8 ընտանիք էլ Արցախից է հիմնական բնակություն հաստատել։ Խոտ բնակավայրը Տաթև համայնքում մեծությամբ Շինուայրից հետո երկրորդ գյուղն է, որ բնակչության թիվը փաստացի ապրողները 850 հոգի են, այստեղ գյուղի բնակիչները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ։ Սահմանամերձ բնակավայրը բոլոր ցանկալի պայմաններն ունի տեղում ապրելու եւ արարելու համար։ Խոտում քիչ են հողային ռեսուրսները, հատկապես արոտավայրերի պակաս ունեն։ 1000-ից ավելի խոշոր եւ շուրջ 1500 մանր եղջերավոր կենդանիներ կան գյուղում։ Ամռան ամիսներին էլ ջրի սակավությունն է զգալ տալիս։ 2026-ի սուբվենցիոն ծրագրով նախատեսում են լուծել ջրի հարցը։ 2026 թվականին սուբվենցիոն ծրագրով պետք է կառուցեն օրվա կարգավորիչ ջրամբար խմելու ջրի համար։ Ու եթե հարցը լուծվի, շատ ավելի լավ կլինի, խմելու ջուրը շուրջօրյա կունենանք։ Հիմնականում ունենք մենակ այս պահին ամառվա ամիսների մի 3-4 ամիսա որ ժամով է։ Մենք սիրում ենք մեր գյուղը, ամեն հարմարություններ ունի մեր գյուղը, ապրելու համար շատ լավ է, դենց լուրջ խնդիրներ չկան, ունենք իհարկե փոքր-մոքր խնդիրներ, որոնք հուսով եմ այս տարվա եկող տարվա մեջ կլուծվեն։ Տեղացիների խոսքով հին խոտով են ճանաչում բնակավայրը։ Մաչու Պիկչուին այդքան նման հայկական հրաշալիքը հիմա Սյունիքի զբոսաշրջային հասցեներից է։ Ժայռերի վրա, ավելի ճիշտ ժայռերի մեջ է հին խոտը։ 12-րդ դարում սելջուկ թուրքերի հարձակումների հետևանքով են մարդիկ այդտեղից տեղահանվել։ Այդ ժամանակաշրջանում 800-ից ավելի բնակիչ է ունեցել, իսկ 1968-ի երկրաշարժը ստիպել է վերջնականապես լքել ծննդավայրը եւ հաստատվել ներկայիս տարածքում։ Լեոնարդ Պապը նախնիների պատմությանը քաջածանոթ է, 25 տարի ապրել է հին խոտում։ Երիտասարդությունը միշտ ձգտում է լավ պայմաններ ունենալ, լավ ապրելու, փող վաստակելու։ Դե մեր գյուղից էլ են գնում, բայց տոկոսային հարաբերությունը մեր գյուղը մնայուն է եւ ջահելությանը շնորհակալ եմ, որ ապրում են չեն մտածում, այ գնանք այստեղ, այնտեղ տարբեր տեղեր գնանք, որ կարողանանք լավ ապրել։ Երևան ուրիշ տեղ չեմ կարողանում, ես գյուղն եմ սիրում։ Եվ այս գյուղը օթորը ջուրը սիրում եմ, ընդունում եմ եւ հպարտանում եմ։ Այստեղ նոր հյուրանոց է կառուցվել, որը ոչ միայն կբերի զբոսաշրջիկների հոսք, այլև կստեղծի աշխատատեղեր, կզարգացնի համայնքի տնտեսական ու մշակութային կյանքը, դառնալով հյուրընկալության ջերմանկյուն սահմանին, ասում են բնակիչները։ Մեր գյուղը ավելի հայտնի է դարձել հին խոտով, հին բնակավայրով, որը այժմ դարձել է Սյունիքի մարզի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Քանի որ այսպայն ունենք շատ զբոսաշրջիկներ, որոնք գալիս են մեզ հյուր, հին խոտի համար հենց, որը ինձ թվում է, որը կարելի է օգտագործել որպես բիզնեսի համար, գյուղացիներ իհարկե օգտագործեն որպես բիզնես ու իրենց ապրելակերպը ավելի լավ դարձնեն դրա շնորհիվ։
Երիտասարդ գյուղի դպրոցում 175 աշակերտ է սովորում։ Այժմ ընթանում են նոր շենքի կառուցման աշխատանքները։ 42 սանել մանկապարտեզն ունի։ Մեր այցելությունը սահմանամերձ բնակավայր համընկավ դպրոցի դասամիջոցի հետ։ Բժիշկ, վարսահարդար, ուսուցիչ, լավ մասնագետներ են ուզում դառնալ պատանի խոտեցիները։ Այստեղ չեն ձանձրանում երեխաները, բայց թե հետագայում ինչքանով կպահեն կապը հայրենի գյուղի հետ, դժվարանում է միանշանակ պատասխանել։ Լսել եմ ուրիշ գյուղերում քիչ են երեխաները, բայց ուրախ եմ, որ մեր գյուղում շատ են երեխաները, եւ մեր դասան 15 հոգուց են բաղկացած։ Այստեղ երեխաները շատ են, լավ ընկերներ են, գեղեցիկ է այս գյուղը, ես շատ եմ սիրում։ Իմ նպատակն է դառնալ լավ բժշկուհի, բայց դա չգիտեմ, թե որտեղ եմ գնալու աշխատեմ։ Քաղաքը քաղաք, բայց պետության հիմքը գյուղն է։ Քաղաքը քաղաք, բայց գյուղը գյուղ է մարդկանցով ու բնամթերքներով։ Այլ զբաղմունք այստեղ չկա, սեփական հողից են բարիք ստեղծում։ Ի տարբերություն մի շարք բնակավայրերի, այստեղ կյանքը եռում է, ինչպես տեղացիներն են սիրում ասել, խոտը գյուղ չէ, այլ փոքր քաղաք, քաղաքի մեջ։ Նարեկ Խաչատրյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։ Քեմբրիջի միջազգային դպրոցը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնը եւ Գեղարքունիքի մարզի 9 դպրոց ամփոփում են համատեղ իրականացված Rivers կենսական նշանակություն ունեցող էկոհամակարգերի վրա ազդեցությունների գնահատում ջրի պատասխանատու կառավարման միջոցով գիտական կամավորության ծրագիրը։ Մայիսից մինչև նոյեմբեր յուրաքանչյուր շաբաթ դպրոցականները ուսուցիչների աջակցությամբ իրենց բնակավայրով հոսող եւ սևանալիչ թափվող գետերի եւ վտակների ջրի որակի չափումներ են կատարել, որոշել դրանց քիմիական ու ֆիզիկական վիճակները։ Rivers ծրագրի համոզմունքն է գիտությունը սահմանափակված չէ լաբորատորիաներում կամ միայն գիտահետազոտողներով։ Այն ծաղկում է մարդկանց ձեռքերում, ովքեր դիտում են, հարցնում, գրանցում ու գործում, աշակերտներ, ուսուցիչներ, համայնքների անդամներ։ Վերջին ամիսներին մեր աշակերտները լիովին ստանձնեցին այդ դերը։ Նրանց աշխատանքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքացիական գիտությունը ուժ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած տարիքի մարդու ներդրում ունենալու կարևոր տվյալների հավաքագրման, իրական խնդիրների ըմբռնման եւ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության խորացման գործում։ Գեղարքունիքի մարզի դպրոցների աշակերտները որոշել են ջրի քիմիական միջավայրը, գույնի, հոտի, թափոնների առկայությունը, սննդանյութերի մակարդակը, հոսքի արագությունն ու էլեկտրահաղորդականությունը։ Այս հետազոտությունների արդյունքները վերլուծել են Քեմբրիջի միջազգային դպրոցի աշակերտները։ Հետաքրքիր տվյալներ կային, օրինակ, ինչպես նշեցի, ֆոսֆատի մակարդակը, որը սննդանյութերից մեկն է հանդիսանում, շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում, ինչը ջուրը աղտոտում է, գույնի փոփոխությունը տեղի ունենում։ Աշխատանքը մեծ միջոց էր ինձ համար ծանոթանալ նոր նյութերի հետ եւ կարողանալ կիրառել այն, ինչ որ մոնիտորինգների ընթացքում։ Նաեւ մեզ կարողացա հասկանալ, թե ինչպես չաղտոտել գետը եւ ինչպես պահպանել նրա ջրի մաքրությունը։ Դպրոցականների հետազոտությունները իհարկե չեն կարող փոխարինել մասնագիտացված կառույցների եւ գիտական կենտրոնների մշտադիտարկումներին, սակայն կարող են օժանդակել չափումների արդյունավետության մեծացմանը։ Հույսով եմ, որ երբ իրենց հետաքրքրությունը այսպես ավելի բարձրանա, հետագայում իրենք կդառնան հետազոտողներ։ Իրենք նաև կդառնան ավելի ակտիվ քաղաքացիներ, կպահանջեն այս շրջակա միջավայրի բնապահպանությունը եւ նաև այսպես ասենք ռազմավարության մեջ ավելի ակտիվ ձևով իրենք բաժին կդառնան։ Ծրագրում կարևորվել է երեխաների մասնակցությունն ու ներգրավվածությունը, որովհետեւ դա բարձրացնում է նրանց պատասխանատվությունը շրջակա միջավայրի եւ ընդհանրապես գետի, Սևանալեջի պահպանման համար։ Երեխաների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն մենք արդենից նկատում ենք եւ կարծում ենք, որ նրանցից շատերը ապագայում շատ լավ գիտնականներ կդառնան։ 7 ամիս տևած հետազոտական աշխատանքները նաև նոր նախաձեռնությունների առիթ են դարձել։ Այս առումով աչքի են ընկել հատկապես արմատ խմբակների սաները։ Այս ծրագիրը ներկայացնելու հետ մեկտեղ ես պատրաստել եմ վեբ կայք եւ այդ կայքի մեջ մեր կատարած արդյունքներն է զետեղված։ Պետք է այո, հենց առաջին հերթին դպրոցներն իրենք նախաձեռնեն, ոչ թե սպասեն, որ ինչ որ հականներ նախաձեռնեն այս նախաձեռնությունը եւ բերեն հասցնեն դպրոց։ Իրենք պետք է նախաձեռնեն ու աշակերտական ավելի լայն խմբերով, մեծ խմբերով, լայն մասշտաբով կիրառեն նմանատիպ ծրագրերը։ Ծրագրով դպրոցականները ստացել են համապատասխան քիմիական նյութեր եւ սարքավորումներ,
որոնք կարող են կիրառել հետազոտական աշխատանքները շարունակելու կամ բնագիտական առարկաների ուսուցման գործնական աշխատանքներում։ Բացահայտվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ կեղծ զանգերի կենտրոնը։ Կադրերում երևում է ինչպես են ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները անսպասելի խուզարկություն կատարում առաջին հայացքից կասկած չհարուցող աշխատավայրում, որտեղ սակայն աշխատակիցները ներգրաված են հանցավոր սխեմայում։ Անձինք վարձակալել էին տարածք, կահավորել էին հատուկ համակարգչային տեխնիկայով, որը որ նախատեսված էր զանգերի կենտրոնի գործունեության բնականon ընթացքը ապահովելու համար, հավաքագրել էին տարբեր աշխատակիցների, դերաբաշխումներ էին կատարել եւ կատարում էին հանցավոր գործունեություն, թիրախավորելով տարբեր երկրների քաղաքացիներին։ Այս հանցավոր կազմակերպության մասին հաղորդումը քննչական կոմիտեն ստացել էր դեռ հոկտեմբերի 30-ին, կոմիտեի մանրամասներ են հայտնում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, որ Վերոնիկա Ղուլյանը մի խումբ անձանց ներգրավությամբ եւ նախնական համաձայնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցի 27 հասցեում գտնվող Գործարան 27 կոմերցիոն շինության 4-րդ հարկում ստեղծել են հանցավոր կազմակերպություն եւ կատարում են համակարգչային հափշտակություններ։ Հաղորդման արդիվ քննչական կոմիտեի ՀԳԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանում բացահայտված այս կազմակերպության թիրախը միայն օտարերկրացիներն են եղել, զանգահարել ու առաջարկել են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ կատարել։ Ներդրումը սկսվում է պայմանական $250, այնուհետև երբ որ քաղաքացին համաձայնվում է այդ ներդրումը կատարել, նրանք այդ քաղաքացու տվյալները փոխանցում են իրենց խմբում ընդգրկված ավելի հմուտ որակներ ունեցող, այսպես ասած, անձի, ով փորձում է համոզել, որ բացի այդ 250 ԱՄՆ դոլար ներդրումից, այսպես ասած, ել ավելի շատ ներդրումներ կատարել եւ տարբեր այդպիսի պատրվակներով քաղաքացիներին հորդորում են, վերջներս էլ ավելի մեծ քանակի գումարներ են դնում այդ հանցավոր ֆինանսական արտակներում եւ վերջնարդյունքում հափշտակում են ամբողջ ներդրված գումարը։ Այնուհետև հիշալ հափշտակված դրամական միջոցները փոխարկել են տարբեր կրիպտոարժույթների, այդ կերպ կատարելով փողերի լվացում։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են մի շարք թվային ապացույցներ, որոնք փաստել են հանցագործությունը տուժած անձանց ինքնությունները, որոնք բոլորը եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ Խուզարկության ժամանակ հանցավոր զանգերի կենտրոնում եղել է 25 աշխատակից, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։ Բոլորը գերազանց տիրապետել են օտար լեզվի, նրանցից 5-ը հարձակվվել են։ Աշխատանքի հայտարարությունները տարածել են համացանցով, խոստանալով բարձր աշխատավարձ։ Ոմանք կարծում են, որ հնարավոր է իրենց հանցավոր գործունեություն ծավալեն եւ վրիպեն իրապահ մարմինների աշկերից, բայց քրեական ոստիկանության կիբերհանցագործների դեմ պայքարի վարչությունը պարբերաբար ստանում է զանազան տեղեկատվություններ եւ կան նույնիսկ ներկայումս գործող զանգերի կենտրոններ, որոնց գործունեությունը եւս պատրաստում են օրենքով սահմանված կարգով դադարեցնել, իսկ այդ զանգերի կենտրոնների մասնակիցներին եւ կազմակերպիչներին, այսպես ասած, քրեադատավարական ընթացակարգով ենթարկել քրեական պատասխանատվության։ Հանցավոր կազմակերպության ղեկավարներին հանրային քրեական հետապնդում է հարուցվելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, համակարգչային առանձնապես խոշոր չափի համակարգչային հափշտակություն կատարելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու համար։ Իսկ հանցավոր կազմակերպության անդամներին հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, այդ թվում առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու։ Այժմ քննչական կոմիտեում զանգերի կենտրոնների վերաբերյալ առկա է 5 քրեական վարույթ, 20 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մինչև օրս մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 11 քրեական վարույթ 35 մեղադրյալի մասով, որոնցից 25-ի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Հանցավոր ծագում ունեցող շուրջ 840 միլիոն դրամ փոխանցվել է դեպոզիտ հաշվին, հետագայում դատարանի վճռով այս գումարը բռնականցվելու է հօգուտ պետության։ Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման եւ առգրավման աշխատանքը։ Վերջին օրերին կամավոր ներկայացված զենք զինամթերքի դեպքերի ընտրանին ներկայացնենք մեկ տեսաշարով։ Հոկտեմբերի 27-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերք է թողել Դավթաշենի եկեղեցու մոտ։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած ծառայողները հայտնաբերել են ինքնաձիգ, նռնականետ, նռնակ եւ այլ զինամթերք։
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենգզինամթերքը թողել է Արմավիրից Ծառաշեն տանող ճանապարհի աղբանոցի մոտ։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած ծառայողները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, գազային 1 ատրճանակ, պայթուցիչով 4 նռնակ, 3 ական, գնդացրի 110 ու ինքնաձիգի 107 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Նոյեմբերի 2-ին 911 զանգած քաղաքացին էլ հայտնել է, որ ինքն էլ պատերազմի մասնակից է եւ հետը բերած զենգզինամթերքը թողնում է Վայք քաղաքում։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ եւ ռազմամթերք։ Նոյեմբերի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերքը թողնում է Մարի փողոցի կիսակառույց շենքի մոտ։ Նորնորքի համայնքային բաժնի ծառայողները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, 3 նռնակ փամփուշտներ եւ Մակարով տեսակի ատրճանակ։ Արմավիրի մարզի բարեկների բացատրական աշխատանքի արդյունքում առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 4-ին։ Էջմիածնի ռեստորաններից մեկի հետնամասում հայտնաբերվել է Կալաշնիկովի 1 ինքնաձիգ եւ 191 փամփուշտ։ Նոյեմբերի 7-ին ստացված ահազանգի հետքով Արմավիրի կաթի գործարան տանող ճանապարհ մեկնած ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, կարճացված փողով հրացան, 2 նռնակ, 252 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Օրդորում ենք ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին, դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։